Բարձր, սիրելի հայրենակիցներ, մենք պետք է խորապես եւ հստակ հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել մեզ հետ, որպեսզի վերջապես դուրս գանք այս շրջապտույտից եւ Հայաստանի քաղաքացիներով մեր պետությունը տանենք դեպի խաղաղություն, անվտանգություն եւ բարեկեցություն։ Սակայն ասածս վերջնանպատակին հասնելու ճանապարհին խոչընդոտները շատ են, չափից շատ են։ Դրանց թվում են բնականաբար կազմակերպված եւ երրորդ երկրներից ուղղորդվող խմբավորումները, որոնք տասնամյակներ շարունակ քանդել են մեր պետության հիմքերը, հասնելով ընդհուպ ամենաբարձր պաշտոնների, իրենց արմատները գցելով քաղաքական, հասարակական, անվտանգային եւ հնարավոր բոլոր ոլորտներում։ Հայաստանի անկախության դեմ 5-րդ Շարասյան արշավը չի դադարել։ Եվ թե մենք քաղաքական պատասխանատուներս առաջին հերթին, թե բոլոր քաղաքացիները պետք է հստակ գիտակցենք մեր լսածն ու տեսածը, մեր երկրի շուրջն ու ներսում իրավիճակը անելիքները հստակ հասկանալու համար։ Ոչ բռնի թավշյա ժողովրդական հեղափոխությունից հետո Հայաստանի ինքնիշխանությանն ամրապնդմանն ու ժողովրդավարացմանը զուգահեռ գնալով ահագնացավ հակապետական տարրերի գործունեությունը, հասնելով մինչև ռազմի դաշտ, հասնելով անբարոյականության եւ հայրենադավության գագաթնակետին։ Հիմա էլ պայքարը խաղաղության դեմ է, մեր ժողովրդի խաղաղ ապրելու հնարավորության, որովհետև երբ չկա խաղաղություն, չկա ժողովրդավարություն, իսկ ինքնիշխանությունն էլ վտանգված է։ Հայաստանի ինքնիշխանության ու պատերազմից հետո նաև խաղաղության դեմ արշավը շարունակվում է, եւ դրա ամենավառ արտահայտումներից մեկն այն է, երբ այս ամբիոնը, Հայաստանի Հանրապետության թիվ 1 ամբիոնը, Հայաստանի ընդդիմադիր падգամավորների կողմից օրինակ ավելի շատ է օգտագործվում Հայաստանի պետական շահի դեմ, քան կողմ։ Կամ մեկ այլ ընդդիմադիր իրեն թույլ է տալիս այլոց մեղադրել դավաճանության մեջ, երբ դրանից մի ժամ առաջ օրինակ զանգել էր եւ Արցախի հրամանատարներին կոչ էր անում տանկերը պտտել դեպի Երևան։ Հիմա էլ Հայաստանին են մեղադրում պատերազմ հրահրելու մեջ, ընդհուպ մինչև լաչինը փակելու մեջ։ Սիրելի քաղաքացիներ, մենք ունենք պատմական հնարավորություն վերջ դնելու ընդհուպ մինչև մեր պետության հիմքեր հասնող ստին ու կեղծիքին։ Հիմա, երբ բացահայտված են այնպիսի ճշմարտություններ, որոնց բացահայտումը անհավանական կարող էր թվալ 2018-ից կամ պատերազմից առաջ, երբ մեր երկրում տեղի ունեցել այնպիսի փոփոխություններ, որոնց մասին երազել անգամ չէինք համարձակվի 2018-ից առաջ, մենք իրավունք չունենք թուլանալու եւ տրվելու օտարերկրյա ազդեցության քաղաքական գործիչների, լրատվականների եւ այլ խմբավորումների սադրանքներին ու դավադրություններին։ Հայաստանն ու հայ ժողովուրդը վերջապես պետք է խաղաղ ապրի եւ մենք ստանձնել ենք այդ առաքելությունն իրականացնելու հանձնառությունը, որքան էլ բարդ ու երկար լինի այս ճանապարհը։ Շնորհակալություն։